24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորի վկայական ստացած Լենա Մաթևոսյանը։ Բարև ձեզ, Տիկին Մաթևոսյան, շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացակ մանդատները, այսպես ասած, բայց մի 2 ժամ անց մենք արդեն իմացանք, որ քննարկվում է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, 3 ամբողջ օրը քննարկվեց, որից հետո մենք դատախազությունից ստացանք հաղորդագրություն, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ, դա նշանակում է, որ ազգային ժողովը, երբ որ գումարի իր առաջին նիստը, հնարավոր է, որ գլխավոր դատախազը գա եւ միջնորդություն ներկայացնի, որպեսզի նրան անձեռնմխելիությունից զրկեն։ Այս գործընթացները ինչով է պայմանավորված մասնավորապես Նարեկ Կարապետյանի նկատմամբ, որովհետև արդեն մի քանի օր է քննարկվում է մամուլում, որ այս կերպ ուզում են փլուզել խմբակցությունը, որովհետև նա ձեր ղեկավարն է, խմբակցության ղեկավարն է, շարժիչ ուժն է եւ մտածում են այս կերպ կարող են քանդել խմբակցությունը եւ դարձնել թույլ օղակ։ Նախ հասկանանք ինչ պատմություն ունի միջադեպերը ու հասկանանք ինչու է իշխանությունը նորից խոճապի մեջ։ Շատ լավ գիտեք, որ կենտրոնական ինձանից լավ տեղյակ պետք է լինեք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ հունիս ամսին դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով, բայց քանի որ արդեն ընտրությունները ավարտված էին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարում է արտահերթ նիստ, չի տեղեկացնում ոչ մի լրատվականի, նույնիսկ մեր ուժը տեղեկացված չէր, ու հետ է ուղարկում պատճառաբանելով, որ այլևս չունեն իրավասություն զբաղվելու թեկնածուների անձեռնմխելիությամբ, քանի որ ընտրությունները ավարտվել են, արդյունքները պարզ են։ Սա թերևս տեղի ունեցել հունիս ամսվա կեսերին, ու շատ հետաքրքիր է, որ նույնը արդեն ինչպես նշեցիք 2 օր առաջ տեղի ունեցավ, այսինքն մի ամբողջ ամսվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ որևէ իրավասություն, այլևս լիազորություններ չուներ այսպիսի գործառույթներ իրականացնելու, մեկ էլ հանկարծ 3 նորից հիշեցին, որ հնարավոր է իրենք այսպիսի իրավասություններ ունեն։ Ու ամենածիծաղելին գիտեք որն է, որ օրակարգային 2 հարց կար, առաջինը ժամը 3-ին քննարկվում էր մանդատները տրամադրելու հարցը եւ ժամը 5-ին, այո, ժամը 5-ին գրված էր, որ դատախազությունից միջնորդություն է ներկայացվել առանց որևէ մանրամասների։ Հետո ենք իմանում, որ խոսքը կրկին Նարեկ Կարապետյանի մասին է։ Նախ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի ամիս առաջ արդեն հայտարարել է, որ սա իր իրավասությունների ներքո չէ եւ հետ է ուղարկում, ինչպես կարող է նույն մարմինը, որ սահմանադրական մարմին է, մի ամսվա ընթացքում իր դիրքորոշումը փոխել կամ այդ ինչ տեղի ունեցավ այդ մի ամսվա ընթացքում, որ որոշեց, որ այլևս իզորու է այս հարցը քննարկելու։ Ու ինչպես կարող է նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 3-ին տրամադրել մանդատներ, պատգամավորի մանդատներ, որը իրենից ենթադրում է, որ անձը այլևս անձեռնմխելի է, որովհետև ունի պատգամավորի կարգավիճակ, 2 ժամ անց նույն հանձնաժողովը քննարկի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Սա թերևս իրավականության հետ որևէ կապ չունի։ Մենք գիտենք, որ այս պահին իշխանությունը ոչ միայն այս պահին, մենք ընտրություններից առաջ էլ միասին զրուցել էինք ու մենք նույն թեմայի շուրջ էինք խոսում, թե ինչ հետապնդումների, ինչ թիրախավորման է մեր քաղաքական ուժը ենթարկվում։ Սա իհարկե ունի իր բացատրությունը։ Մենք ընտրություններից հետո հավատարիմ մնալով մեր գործունեությանը, ռազմավարությանը, շարունակում ենք մարզային այցերը, շարունակում ենք ծանոթանալ, ես շատ լավ հիշում եմ, մենք ընտրություններից առաջ խոսում էինք, դուք ասում եք ինչպիսի գործունեություն եք ծավալել, ինչու եք այցելում մարզեր, այս պահին նույն գործունեությունը շարունակվում է ու այո, Նարեկ Կարապետյանի գործոնը շատ մեծ է, Նարեկ Կարապետյանը այն քաղաքական գործիչն է, որ այս պահին կարծրատիպեր է կոտրում, այսինքն մարդիկ էլ որ գնում են, զարմանում են, ասում են դուք ինչու եք ընտրություններից հետո եկել, որովհետև մենք ընտրություններից առաջ չենք գնացել ընտրությունների համար, մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին, այս պահին էլ այցելում ենք մարզեր, հասկանում ենք, որ նախնդիրը ու մեր հնարավորությունների չափով այդ պահին լուծումներ ենք տալիս ներկա խնդիրներին։ Բնականաբար իշխանությունը տեսնում է ինչ է կատարվում, բնականաբար իշխանությունը խոճապի մեջ է ընկնում եւ փորձում է հակաքայլեր անել։ Բայց նոր ընտրություններին 5 տարի դեռ կա։
ես ինչպես նշեցի, սրանք ընտրությունների համար չեն արվում, սրանք արվում են քաղաքացու եւ բնակչությանը նաեւ ճնշելու համար։ Որթեգրած քաղաքականությունն է, հասկանում եք, լինել հայ ժողովրդի կողքին, թե ընտրություններին ինչքան կա, ընտրություններից առաջ է թե հետո, մեզ դերևս այս բանին ընդհանրապես չի հետաքրքրում, մենք ուզում ենք մեր հնարավորությունների չափով, բայց նկատի ունեմ իրենք չեն կարող անհանգստանալ իշխանապողության մասով, որովհետեւ 5 տարի կա եւ այդպես փողոցային պայքարով իշխանապողություն դեռևս այդքան էլ հստակ չի։ Արդյոք նպատակը այն չի, որ խմբակցությանը մասնատեն, որովհետեւ հասկանալի է, որ դերակատարներին հեռացնում ես, ավելի հեշտ է մյուսների հետ պայմանավորվել, հեռացնել։ Այսքան համոզված չի ասի, որ 5 տարի կա իշխանապողությանը, մենք չենք հրաժարվել, մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից, երբեք մեր կուսակցությունը, մեր քաղաքական ուժը այսպիսի դիրքորոշման հանդես չի եկել։ Մենք մանդատներն էլ վերցնելուց մեր առաջնորդը, մեր իմ կուսակից կոլեգաները բազմիցս նշել են, որ մեր առաջնային հիմնախնդիրը իշխանապողությունն է։ Այո, մենք չենք էլ թաքցնում դա, մենք չենք էլ հերքում, որ մեր առաջնային նպատակը լինելու է իշխանապողությունը։ Բայց թե երբ կլինի ինչ պայմաններում կլինի, դա այս պահին չենք բարձրաձայնում, բայց ուզում եմ նշել, որ փողոցային պայքարից մենք չենք հրաժարվել, մեր հիմնական լոզունգը եղել է այն, որ այն լինելու է մեկ անգամ եւ վերջին անգամ։ Սա թերևս նշանակում է, որ քաղաքական ուժը, ընդդիմադիր ուժը, որ առաջին ընդդիմադիր ուժն է հիմա Հայաստանում, շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը, որը լինելու է հայ ժողովրդի կողքին կանգնելը ու հետ չմնալ իր առաջնային նպատակից։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում խմբակցության առումով, որովհետեւ երբ դուք արդեն պարզ դարձավ, որ մտնում եք խորհրդարան, միանգամից հայտարարություններ հնչեցին փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից, որ կգաք, խոսենք, կտեսնենք, այսինքն եկեք տեսեք ձեր գլխին ինչ ենք բերելու, այսպիսի մոտավորապես հայտարարություններ էր։ Հիմա չեք կարծում, որ այս ամեն ինչը արվում է հենց այս նպատակով եւ վտանգ չեք տեսնում, որ իսկապես կարող է նրանց հաջողվել փլուզել խմբակցությունը, եթե Նարեկ Կարապետյանին հեռացնեն։ Հերմինե ջան, սա նաև նախընտրական քարոզարշավի լոզունգ էր իրենց կողմից, որ հիմա կտեսնեք, դուք պետքա վախենաք, ինչա կատարվում, քաղաքական ուժը հակառակը ապացուցեց, այսինքն մենք ամբողջ ընթացքում միասնություն դրսևորեցինք, գնալով ավելի ամրացանք եւ ընդամենը եթե որպես այդպեսին հաշվենք, փետրվարի 12-ին հիմնադրված կուսակցությունը 4 ամսվա պատմություն ունեցող կուսակցությունը կարողացավ մոտ 350,000 ձայն հավաքել ամբողջ Հայաստանի մասշտաբով։ Սա ոչ թե իրենից որևէ վտանգ կարող է առաջացնել մեզ համար, այլ հակառակ էֆեկտն ունի մեզ մոտ։ Երբ որ իրենք իշխանական թեվը այդպիսի հայտարարություններ է անում, այսպիսի հետապնդումներ, թիրախավորումներ է անում, մեր մոտ հակառակ ռեակցիան է։ Մենք ավելի ամուր ենք դառնում, մենք ավելի կուր ենք դառնում, որովհետև գիտենք ինչի դեմ ենք պայքարում։ Որևէ վտանգ չեմ տեսնում, ես համոզված եմ թե մեր քաղաքական թիմի, թե մեր հնարավորությունների վրա եւ որևէ վտանգ, որևէ վախ չունենք, մենք համոզված ենք, որ մենք այն ընդդիմությունն ենք լինելու, որը որ Հայաստանը դեռ չի տեսել։ Ինչ առումով, ինչ կարող եք դուք անել, որ նախորդ ընդդիմադիրները չէին կարող անել խորհրդարանում։ Նախ արդեն իսկ ազգային ժողով չմտած, դուք տեսնում եք մեր հատուկ քաղաքականությունը։ Մենք չենք լինելու պարզապես իշխանություններին քննադատող ուժ, մենք լինելու ենք այն ուժը, որը որ զուգահեռ հողի վրա աշխատանք է տանելու։ Էլի նշեմ, ինչքան որ մեր հնարավորությունները թույլ կտա, այդքանը անելու ենք, բայց լինելու ենք այնտեղ, որտեղ որ պետք է։ Մենք բարձրաձայնելու ենք հողի վրա չէին անում գործողություններ։ Մենք ավելի շատ ենք անելու։ Ես չեմ կարող հերկել նախորդ ընդդիմությունների աշխատանքները, բայց մեր որդեգրած քաղաքականությունը, ինչպես նշեցի, այլ է լինելու։ Ավելի շատ հանրային աշխատանք, ավելի մոտ բնակիչներին, քաղաքացիներին, ինչու՞ չէ, զուգահեռ նաև ազգային ժողովում, թե օրինագծերի տեսքով, թե քննադատությունների տեսքով։ Հիմա իրենց կարծում եք չի հաջողվի իսկապես պարակտել ձեր խմբակցությունը, որովհետև արդեն իսկ ակնարկներ է արվում, որ ինչպես դուք եք ասում, ինչպես Նարեկ Կարապետյանը նկատի ունեն, ասում էր, որ մենք 8 падգամավոր ԿՊ-ից կվերցնենք եւ թույլ չենք տա, որ նրանք կարողանան համանդրությունը անցկացնել եւ այլն։ Հիմա իրենք ասում մենք էլ կարող ենք այդ տարբերակը օրինակ դիտարկել, ինչ ոչ։ Հիմա դուք չեք տեսնում այդ վտանգը, որ իսկապես այնպիսի ճնշումներ կարող են լինել խմբակցության падգամավորների նկատմամբ, որ նրանք ուղղակի որոշեն մի օր, որ անկախ падգամավոր են դառնում։ Ես ոչ միայն չեմ տեսնում այդ վտանգը, ես համոզված եմ, որ այդպիսի քայլ մեր падգամավորների կողմից չի լինելու։ Մենք բոլորս, ովքեր որ այս պահին ստանձնել են падգամավորական մանդատները, հստակ գիտեն իրենց անելիքները եւ հստակ ունեն մեկ նպատակ, նպատակը իհարկե իշխանապողությունն է։ Մենք անհատներ ենք
որոնք որ միավորվելով դարձել են NPC team, որը որ ուժեղ է, որը որ կուր է, որը ամուր է, որը գիտի ինչի հետևից է գնում։ Այստեղ շատ հետաքրքիր կլիներ իրենց պարակտման մասին խոսել, տեսնում ենք ինչ է կատարվում։ Տեսնում ենք ինչ է կատարվում նույն աշխատակազմի ղեկավարի մակարդակով դժգոհություններ կան, մի քանի իրենց տեխնացուներ падգամավորական մանդատները չվերցրեցին, այսինքն երբ որ իրենք խոսում են ինչ որ այդ քայլերը կատարելու մասին, նախ թող տեսնեն թե ինչպիսի պարակտումներ են իրենց ուժի ներսում։ Բայց հասկանալի է, որ քաղաքական պայքարը բավականին բարդ է եւ ձեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք գուցե պաշտոններ են զբաղեցրել կամ տարբեր տեղեր աշխատել են, բայց ամեն դեպքում չունեն քաղաքական փորձառություն, հոտառություն եւ դժվար չէ այս դեպքում պայքարել։ Ամեն դեպքում ԿՊ-ն փաստորեն 7-8 տարի է իշխանության է եւ նրանք այն ԿՊ-ն չեն, որ կային 2021 թվականին կամ 2018-ին առավել եւս։ Մենք ունենք խմբակցությունում ինչպես նորեկներ քաղաքականության մեջ, այնպես էլ շատ փորձառուներ, ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու, բայց բոլորը, ովքեր որ հայտ են ներկայացրել եւ ովքեր այժմ ունեն падգամավորական մանդատներ, շատ հստակ հասկանում են իրենք ուր են գնում եւ ինչի հետևից են գնում, այսինքն սա պարզապես պատահական որոշումներ չեն, սրանք քայլեր են, որ յուրաքանչյուր մարդ կայացնելուց առաջ հասկացել է, թե ինչ քայլի է գնում։ Կրկնեմ, որ ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու, բայց մենք դժվարություններից չենք վախենում։ Պատրաստվում եք պատերազմի, որովհետև արդեն իսկ խոսում են մասին, որ պատերազմ է սպասում ազգային ժողովում, ավելի մեծ վեճերի ենք ականատեսինելու, քան եղել է 8-րդ գումարումում։ Այդ խոսակցությունները այո անընդհատ պատտվում են ցանկացած ազգային ժողովի ձևավորվելուց առաջ այսպիսի խոսակցություններ կան, մեր ուժը ավելի կառուցողական մոտեցման է պատրաստ, մեր ուժը գնում է հողի վրա աշխատանք կատարելու, ես չեմ կարող ասել, որ մենք պատերազմի ենք պատրաստվում, ոչ մենք պատրաստվում ենք հանրային ծառայության, մենք պատրաստվում ենք ծառայել մեր ժողովրդին։ Բայց հասկանալի է, որ մեղադրանքներ են հնչելու, վիրավորանքներ են հնչելու, արդեն իսկ վիրավորանքներ հնչեցին 8-րդ գումարումում ձեր նկատմամբ, ասացին, որ լեգիտիմ չէ, փողով եք այստեղ եկել կգաք, մենք ձեզ կասենք եւ այլն։ Այսինքն հասկանալի է, որ այս ամեն ինչը ավելի սուր ձևով ներկայացվելու է ձեր նկատմամբ եւ միգուցե ծեծերի, վեճերի ականատես լինեք։ Ամենահետաքրքիրն այն է, որ ամենաոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված իշխանությունը, մենք տեսանք ինչ կատարվեց Սահմանադրական դատարանում, մենք տեսանք ինչպես երրորդ ընդդիմադիր ուժից կողացվեցին իրենց ձայները, խոսում է ոչ լեգիտիմության մասին եւ ինչ որ հայտարարություններ, մեղադրանքներ անում։ Մեղադրանքներ անելուց առաջ պետք է նախ նայել իրենց պատմությունը եւ իրենց գործունեությունը, նոր մեղադրանքներ ներկայացեն։ Եթե այդպիսի մեղադրանքներ են հնչելու, 2 եւ ավելի անգամ կարող են հակառակ մեղադրանքներ հնչել իրենց հասցեին։ Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ ավելի կառուցողական լինել, որովհետև իրենք այս պահին ամենաոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված իշխանությունն են։ Ինչու է ոչ լեգիտիմ։ Որովհետև կրկնեցի, տեսանք ինչ կատարվեց ընտրություններից հետո, տեսանք ինչպես Բարգավաճ Հայաստանի ձայները պարզապես չեզոքացվեցին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ոչ մի վերաքվեարկություն չդրվեց, բայց չեղարկվեցին շուրջ 3 ընտրատեղամասի ձայները։ 3/5 ձեռք բերեցին այդ կերպ, բայց իրենց ամբողջ նպատակը իրենց ամբողջ նպատակը 3/5 ձեռք բերելն էր, չնայած այո, բայց եթե դա էլ ձեռք չբերեին, ամեն դեպքում իրենք լեգիտիմ են այնքանով, որ վերընտրվել են։ Ոչ իրենք մենք տեսանք ամբողջ ընտրությունների արդյունքում ինչքան ընտրախախտումներ տեղի ունեցան, ինչպիսի process-ներ ընթացան, չգիտեմ, զինվորներին էին տանում, ինչև քանիսը պահում, որպիսի ընտրություններ տեղ ունեն, ինչպես կարելի է խոսել օրինական ընտրված իշխանության մասին, երբ որ ընտրախախտումների այսպիսի չափ մենք չենք ունեցել երբեք ընտրությունների արդյունքում։ Սա իհարկե իրենց շատ բնորոշ քաղաքականություն է, ոչ մեկս չզարմացանք, բոլորս էլ հասկանում էինք, որ ներկայիս իշխանությունը միշտ էլ կեղտոտ է խաղացել եւ իր կրկին իր կեղտոտ խաղաքարտերի եւ կեղտոտ քաղաքականության արդյունքում իրեն հաջողվեց վերընտրվել, բայց իրենք երբ որ խոսում են լեգիտիմությունից, նախ թող ցույց տան իրենց անցած ճանապարհը, թե ինչպես իրենք ընտրվեցին։ Մինչև ձեր մանդատներ վերցնելը անընդհատ քննադատություններ հնչում, հենց ընդդիմադիր նաև հատվածից նկատենք, որ երբ որ ընդդիմությունը գնում է, խոսքը միայն ձեր մասին չէ, նաև Հայաստան խմբակցության։ Երբ որ ընդդիմությունը որոշում է, որ մանդատները վերցնի, այս կերպ նաև լեգիտիմացնում է իշխանությանը։
Սա երկար դիսկուս էր, մենք քաղաքական ուժով շատ երկար թե ներսում, թե հանրային, թե ժողովրդի հետ դիսկուս ենք ունեցել, արդյոք որ ճանապարհով է ճիշտ գնալը։ Երկարատև դիսկուսից հետո, բանակցություններից հետո հասկացանք, որ այս պահին իրականում նույնիսկ աչքի առաջ ունենալով կողքի երկրի Վրաստանի օրինակը, հասկացանք, որ ճիշտ կլինի այս պահին վերցնել մանդատները։ Մենք երկար ժամանակ բացատրեցինք, հանրությանը ներկայացրեցինք, թե ինչու է ճիշտ մանդատները վերցնելը։ Ինչպես խոսքի սկզբում նշեցի, մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից, բայց փողոցային պայքարը հետագայում իր ավարտին հասցնելու համար խորհրդարանում պարտադիր է նաև падգամավորների ներկայությունը, ընդդիմադիրների ներկայությունը։ Այդ իսկ պատճառով, որպեսզի հավաքված գեներացված հանգուցալուծումը իր օֆիցիալ պաշտոնական լուծումը ստանա նաև ազգային ժողովում։ Նկատի ունեք անվստահություն հայտնել Փաշինյանին, որը կարող է լինել 1 տարի հետո։ Օրենքը 1 տարի հետո է թույլ տալիս։ Դուք դա հավանական համարում եք։ Ես այս պահին չեմ կարող այսպիսի քաղաքական հայտարարություններ անել, բայց այն, որ այդ սցենարը եւս դիտարկվում է, նաև չեմ կարող հերքել։ Բայց նախորդ падգամավորներին չհաջողվեց դա անել։ Եվ հիմա վերընտրված Փաշինյանին արդյոք կուզենան թիմակիցները լքել։ Ես ինչպես նշեցի, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի մեր ընդդիմությունը, մեր խմբակցությունը ունի նոր ворթեգրած քաղաքականություն, մենք մի փոքր այլ քաղաքականություն ենք տանելու եւ մոտեցումները մի փոքր այլ են լինելու։ Մանդատների մասով մեկ կարծիք էլ կար, որ այն պահից, երբ որ Բարգավաճ Հայաստանին չթույլատրեցին, որ փաստորեն մտնի խորհրդարան, հենց այդ ժամանակ պետք է երկու ընդդիմադիր ուժերը հրաժարվեին մանդատներից եւ այդ ճգնաժամը իսկապես քաղաքական ստեղծել եւ պարտադրել իշխող թիմին, որպեսզի իսկապես հաշվի նստել այս հանգամանքի հետ եւ ոչ միայն իշխող թիմին, այլ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու, որ տեսեք երրորդ խմբակցության ընդդիմադիր թույլ չեն տալիս մտնել խորհրդարան, որովհետեւ այստեղ ոչ թե Բարգավաճ Հայաստանի հարցն էր, այլ ընդդիմադիր ուժի հարցն էր, որ մեծ իրավիճակ էր փոխում խորհրդարանում եւ դա շատ կարեւոր էր ԿՊ-ի համար այդ 3/5-ը ունենալ եւ թույլ չտալ, որ նա ունենար այդ 3/5-ը։ Ինքը ունի 3/5 ներկայիս իշխանությունը, բայց համանդրական մեծամասնություն ամեն դեպքում 2/3 չի կարող ապահովել։ Դե հիմա էլ չունի։ Սա շատ կարևոր կետ է, որը որ պետք է նշել, քանի որ գիտենք, որ իշխանության առաջնային նպատակներից մեկը սահմանադրության փոփոխությունն է, իսկ մենք այստեղ կարող ենք լինել խոչընդոտ իրենց համար։ Մանդատները վերցնելու որոշումը կախված է եղել նաև այս հանգամանքից, շատ խորհրդանշական էր, որ նրանք չեն կարողանում ամեն դեպքում 2/3 ապահովել եւ դա եղել հիմնական պատճառը, որ ամեն դեպքում, երբ որ սահմանադրական դատանը կայացրեց որոշում եւ ամեն դեպքում տրամադրեց Բարգավաճ Հայաստանին իրեն հասանելիք մանդատները, քաղաքական ուժը ամեն դեպքում որոշում կայացրեց վերցնել մանդատները եւ թույլ չտալ, որ իշխանությունը սահմանադրության հետ ինչ որ փոփոխություններ անի։ Հիմա այդ սահմանադրության հարցը ինչպես է լինելու կարծում եք, որովհետեւ 3/5 ունենալով նրանք կարող են նաեւ սահմանադրական օրենքներում փոփոխություն իրականացնել եւ որոշել, որ տեքստը բերվում է ոչ թե ազգային ժողով եւ ազգային ժողովն է քվեարկում, այլ օրինակ ստորագրություններով են անցկացնում։ Տարբեր ճանապարհներ, այսինքն մշակեն։ Գիտեք, այն բարձի թողի վիճակը, որ կա հիմա Հայաստանում, այն ժողովրդական քողի տակ բռնապետությունը, որ Հայաստանում հիմա տիրում է, այն որ Փաշինյանը ինչպես ուզում է օգտագործում է իրավական համակարգը, թույլ է տալիս նաև կանխատեսումներ անելու, որ ցանկացած քայլի նրանք կարող են գնալ։ Այսինքն, եթե դու մարդ ես, ով պատրաստ է իրավական համակարգը պարզապես օգտագործելու, ընդդիմադիրներին ձերբակալելու, մարդկանց խոսքի իրավունքից զրկելու, երբ որ միևնույն ժամանակ քո երկրում օրը մեջ սպանություններ են տեղի ունենում, սա շատ բանի մասին է խոսում, այսինքն ես չեմ կարող որևէ բան բացառել, բայց այն հանգամանքը, որ մենք արդեն ազգային ժողովում ենք, որ մենք իրենք խոչընդոտ ենք հանդիսանալու, սա եւս լուրջ փաստ է, որովհետեւ մենք ամեն ինչ անելու ենք, մենք հենց դրա համար ենք ազգային ժողովում, որ թույլ չտանք, որ այս ամենը շարունակվի, չնայած քաղաքական հետապնդումներին, չնայած թիրախավորումներին, չնայած այն ամեն ինչին, որ իրենք փորձում են մեր քաղաքական ուժի հետ անել, մենք ամեն դեպքում այստեղ ենք, որ լինենք ժողովրդի կողքին, որ թույլ չտանք, որ Հայաստանը այսպիսի, եկեք ասենք ժողովրդական եւ այսպիսի տնտեսական անկում ապրի։ Մեղմ ասած, այստեղ ենք, որ կասեցնենք Հայաստանի անկումը։
Եթե կալանավոր են ամեն դեպքում Նարեկ Կարապետյանին, արդյոք պատգամավորներով պատրաստ եք անընդհատ գնալ եւ լինել ժողովրդի կողքին։ Տեսեք, ամեն դեպքում, եթե այս պահին Նարեկ Կարապետյանին ձերբակալ են օգոստոսի 2-ին, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հայտարարում, նա կստանձնի պատգամավորի լիազորությունները, նա կրկին անձեռնմխելի է լինելու եւ լինելու է ազգային ժողովում։ Մենք ազգային ժողով անպայման գնալու ենք, որ հետո գլխավոր դատախազը գա ազգային ժողով։ Ես շատ լավ դա հասկանում եմ։ Մենք ազգային ժողով գնալու ենք Նարեկ Կարապետյանի հետ, թե ինչպիսի սցենարներ կզարգանան, մենք պետք է մեր խմբակցության առաջնորդի Նարեկ Կարապետյանի հետ քննարկենք, հետո նոր հայտարարություններ անենք։ Հնարավոր է, որ ոչ միայն իր նկատմամբ քրեական գործեր լինեն, այլ նաև մյուսների նկատմամբ։ Դե մենք այս պահին ունենք Դավիթ Ղազինյանը, մենք ունենք Հայկ Սուքիասյանը, մենք ունենք երկու, Հայկ Սուքիասյանը գտնվում է տնային կալանքում, Դավիթ Ղազինյանն է կալանավորման, Մամիկոն Ասլանյանի դեմ արդեն մեղադրանք է ներկայացվել, բայց էլի եմ կրկնում, քաղաքական ուժը, մեր մոտեցումները այնպիսին են, որ այս քայլերը մեզ չեն կասեցնում, մեզ ավելի ուժեղ ու ամուր են դարձնում։ Դուք ասում եք, որ մեկ անգամ դուրս գանք փողոց եւ վերջնական կլինի, բայց այս օրերին մենք չտեսանք ակտիվ փողոցային պայքար եւ կարծիքներ կային, որ եթե իսկապես ակտիվ փողոց լիներ, շատ մարդիկ հավաքվեին եւ պայքարեին եւ Սահմանադրական դատարանի առջեւ, երբ որ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացնում եւ ԿՀ-ի առջեւ, երբ որ որոշում էին, որ պետք է Բարգավաճը չմտնի խորհրդարան, այդ ժամանակ միգուցե այլ որոշումներ կայացվեն, բայց հանգիստ մթնոլորտը ավելի անկաշկանդ դարձրեց իշխանություններին։ Տեսեք, նախ ֆիքսենք, որ թեկուզ նրանք ունեն ազգային ժողովում մեծամասնություն, ամեն դեպքում թե ընտրության գնացածների, թե ժողովրդի նույնիսկ մեծամասնությունը կողմ չի այս իշխանություններին, այսինքն նրանք չկարողացան նույնիսկ 50+1 հավաքել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ընդդիմադիրների կողմ քվեարկածները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան իշխանությանը։ Պարզապես մենք հիմա ունենք օրենսդրական այնպիսի համակարգ, որը որ թույլ տվեց իրենց վերընտրվել։ Սա նաև ապացուցում է այն մասին, որ բնակչության մեծամասնությունը դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության։ Այսինքն այն պահին, երբ որ հարմար կլինի, երբ որ մենք կհասկանանք, որ պահն է փողոց գեներացվելու, մենք արդեն ունենք այն ազդակը, որ բնակչության մեծամասնությունը Փաշինյանին դեմ է։ Պարզապես պետք է հասկանալ այդ պահը, պետք է ընկալել եւ պետք է ճիշտ պահին դուրս գալ փողոց, որպեսզի այն լինի մեկ եւ վերջին անգամ։ Ամեն դեպքում իշխանության կողմից, միգուցե նաեւ սրտի մխիթարանք, այսպես ասած, Փաշինյանի կողմից մասնավորապես ասվում է, որ այդքան մարդ, որ ընտրել է ուժեղ Հայաստանին, մասնավորապես նաեւ Հայաստան դաշինքին, հիմնականում փողի համար են ընտրել, այսինքն նրանք կաշառված են եղել, փողը վերցրել են, գնացել են, ընտրել են։ Եթե այդպես չլիներ, ապա շատ քիչ մարդ կընտրեր ձեզ։ Ես այնքան կուզեի, որ վարչապետը որևէ լիազորություն չունենար 350,000 մարդու այդպիսի մեղադրանք ներկայացնել։ Այսինքն դու քո սեփական քաղաքացում պիտակավորում ես 350,000 մարդ, մոտ 350,000 մարդ կարող է գնալ եւ դատական հայց ներկայացնել վարչապետի դեմ, որովհետեւ նրան պիտակավորում են, մեղադրում են։ Ինչպես կարելի է վեր կենալ եւ այդպիսի հայտարարություններ անել։ Նույն վարչական ռեսուրսները, որ իրենց կողմից են օգտագործվել, նույն մեղադրանքները կարելի է իրենց հասցեին հնչեցնել, բայց սա նույն սցենարն է, ինչը որ ինքն է անում։ Այսինքն սա վարչապետին ոչ հարիր գործելավոճ է, երբ որ դու սեփական քաղաքացիների պիտակավորում ես չունենալով։ Արդյոք ինքը ունի այդքան փաստ, արդյոք կարող է այդպիսի չունեն։ Ցանկացած հիմա մեր բոլոր են կալանավորված մարդիկ, որ իբր թե ընտրակաշառքներով ձերբակալվել էին, իբր թե այսպիսի գործեր էին իրականացվել, հերթով բաց են թողնվում։ Այսինքն իրենց պետք է ընտրություններից առաջ շոու սարքել, մեծ պիտակավորում կպցնել, որպեսզի կարողանան բնակչության մոտ թերակարծություն եւ թերըմբռնում մտցնել։ Դրանից հետո, ինչպես տեսնում ենք, հերթով ապացուցում է, որ ոչ մի մեղադրանքներ չկան։ Իսկ վարչապետի մակարդակով այդպիսի հայտարարություններ անելը դա սեփական ժողովրդին պիտակավորել է, ոչ այլ ինչ։ Քրեական գործերը, որոնք հարուցվել են, ինչ ընթաց կստանան ընտրակաշառքների մասով։ Ես այսօր ասեցի, բազմաթիվ արդեն քրեական գործեր ունենք, որոնք որ արդեն դադարեցվել են, մեր գործընկերներից։ Ես նկատի ունեմ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ըստ մեղադրանքի կաշառք են վերցրել տվել են։ Ես հենց նույն գործերի մասին եմ խոսում, մենք արդեն բազմաթիվ դեպքեր ունենք արդարացումների, բազմաթիվ դեպքեր ունենք, որ մինչև ընտրություններ կամ ընտրությունների ընթացքում ձերբակալվել էին, այդ մարդիկ արդեն տանն են, արդեն ազատության մեջ են, քանի որ ոչ մի փաստ, ոչ մի ապացույց չկար։ Ինձ թվում է շատ լավ կհիշեք ինչպիսի հիմքերով էին ձերբակալվում այն բոլոր ձայնագրությունները, որ հակակոռուպցիոններ հրապարակում, նույնիսկ ծիծաղելի էր երբեմն ինչպիսի հիմքերով էին մարդկանց ձերբակալում։
Դուք ասում եք կեղտոտ խաղաքարտերով է իշխանությունը խաղում, նույն այդ խաղաքարտերով կխաղա նաև խորհրդանում, կարծում եք։ Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ, իրենք իրենց գործելավոճը եւ ձեռագիրը չեն փոխել այս 8 տարիների ընթացքում, իրենք միշտ էլ ոչ արդար, կեղտոտ խաղաքարտերով են խաղացել, բայց մենք գալիս ենք, ելի եմ ասում, կարծրատիպերը կոտրելու եւ այս ամեն ինչի վերջը տալու։ Ինչպես եք տալու վերջը։ Մեր որդեգրած քաղաքականությամբ, մեր կամքի ուժով, մեր պայքարի ցանկությամբ եւ իշխանափոխության մեծ ակնկալիքով, որը որ ոչ թե լինելու է 5 տարուց, այլ ավելի կարճ ժամկետներում։ Իսկ որոշում ունեք արդեն հանձնաժողովի նախագահներ առաջադրելու առումով, ազգային ժողովի փոխնախագահ առաջադրելու առումով։ Որոշումները, այսինքն քննարկման փուլում էին, մենք բազմաթիվ քննարկումներ ենք ծավալել, արդյոք արժի վերցնել հանձնաժողովի նախագահների պաշտոնները, թե ոչ, վերջնական հայտարարությամբ մեր խմբակցության ղեկավարը հանդես կգա եւ կհայտարարի։ Երբ կիմանանք այդ հայտարարությունը, մինչև երբ որ նիստը գումարվի։ Այո, մինչև օգոստոսի 2-ը մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Զրուցում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից падգամավորի մանդատ ստացած Լենա Մաթևոսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։